Ալեքսանյանը տրամադրությունը ես գիտեմ, որ շատ բարձր է, ինքը տրամադրված է վերջնական հաղթանակի ու մենք կգնանք վերջնական հաղթանակի։ Իհարկե, որպես ընկեր, ոչ միայն ընկեր, ոչ միայն բարեկամ, գաղափարական ընկեր, մենք մտահոգ ենք մեր ընկերոջ համար, բայց ինքը մտահոգ է, որ մենք արդյունքի հասնենք վերջնական։ Պարոն Կարապետյան, քանի որ համարում եք, որ քաղաքական է ձեր շուրջ տեղի ունեցողը, ամեն դեպքում, եթե որոշեն ձեզ կալանքի հարցով խորհրդարանում ներկայացնել միջնորդություն եւ որոշում կայացնել այդ մասով, դուք ինչպես եք պատկերացնում արդեն ձեր հետագա գործունեությունը, եթե կալանքի հարց առաջանա, ձեր թիմը ինչպես է անելու խորհրդարանում, դուք ունեք այս մասով ինչ որ ծրագրեր արդեն։ Ուզում ենք 4 անգամ անեն։ Դա կլինի աննախադեպ իրավիճակ, երբ երկրորդ ուժի, հիմնական ընդդիմադիր ուժի առաջին համարին փորձում են սահմանափակել ու բոլորն գիտեն ինչ նպատակներով, քաղաքական նպատակներով։ Ուզում են մի անգամ, 2 անգամ, 3 անգամ կալանավորեն, ինչ ուզում են թող անեն, դա չի ազդելու, հակառակը ազդելու։ Պարոն Կարապետյան, օգոստոս 2-ի նիստին ներկա լինելու եք։ Այո։ Եթե անգամ ասում են կաթողիկոսի ներկայությունը չեն ապահովելու, նույնիսկ այդ պայմաններում կգնանք։ Մենք կհանդիպենք, եթե հնարավորություն ունենանք, վեհապարել այդ օրը, եթե հնարավորություն լինի, ուրախ կլինենք, հանդիպենք վեհապարել։ Իսկ ինչպես եք մեկնաբանում, որ կաթողիկոսին չեն հրավիրում ազգային ժողովի կանոնակարգի համաձայն նիստին։ Արդեն մեկնաբանությունը ամբողջությամբ պարզ է, մեր եկեղեցու համադրությամբ գրված է, որ կաթողիկոսը պետք է լինի այնտեղ։ Կաթողիկոսը ընտրվում է հատուկ ձևաչափով, որը ունիկալ է աշխարհի եկեղեցիների մեջ, բոլոր եկեղեցիներում։ Կաթողիկոսին ընտրում է միայն կրոնական առաջնորդները։ Գրեթե բոլոր հայկական եկեղեցում կաթողիկոսին ընտրում է ամբողջ հայությունը, ամեն 15000 մարդուց մեկը, ու այդ պատճառով ինքը ունի լեգիտիմ իրավունք, նա մեր վեհապարն է ու մի քաղաքական գործիչ իրավունք չունի խառնվելու կաթողիկոսի կամ ընդհանրապես եկեղեցու գործերին, եկեղեցու իրավունքներին։ Կներեք, հիմա երբ որ օրինակ ուժեղ Հայաստանը լինի այնտեղ ներկա, արդյոք չի լեգիտիմացնում իշխանության այն որոշումը, որ կաթողիկոսն այնտեղ անելիք չուներ։ Ոչ։ Իսկ մարտավարությունը, պարոն Կարապետյան, հիմա խորհրդարանի նախագահ են ընտրելու փոխնախագահներ, հարց ու պատասխան, ելույթներ, թե բոյկոտելու եք այդ մասով։ Դրանք արդեն ընթացքում, երևի այսօր էլ սահմանափակվենք այսքանով, դրանք արդեն ընթացքում տեղը կպային։